Քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը բավական ուշագրավ գիրք ունի «Քաղաքականությունը որպես սյուժե» վերնագրով։ Գիրքը այն մասին է, որ նախընտրական քարոզչության, իշխանության համար պայքարի պրոցեսը կառուցվում է սյուժեների վրա, որ ստանան քվե։ Կա պատմություն, դերակատարներ, կոնֆլիկտներ, գագաթնակետ եւ հանգուցալուծում։ Սողոմոնյանը ցույց է տալիս, որ ընտրական իրադարձությունները հաճախ կառուցվում են այնպես, ինչպես գրական կամ դրամատիկ սյուժե։ Անդրադառնում է 12 պետության փորձի՝ Ֆրանսիա, Ինդոնեզիա, ԱՄՆ, Ուկրաինա, Հնդկաստան եւ այլն, ցույց է տալիս ժամանակակից աշխարհի տենդենսը, այն է ընտանեկան կյանք, պարզունակ սերիալային սյուժե, դրամատիկա, պարզ տեխնոլոգիաներ, որոնք կիրառել են ու վերցրել են իշխանությունը։ Օրինակ, կարող եք մտածել, որ Ֆրանսիայի նման պետությունում նախագահ կարող է ընտրվել շահարկելով իր ու կնոջ 25 տարվա տարիքային տարբերությունը։ Երբ կարդում ես Վիկտոր Սողոմոնյանի գիրքը, Նիկոլ Աննազույգի ոչ միայն այս քայլն է աչքիդ առաջ գալիս, այլ պատկերացնում ես հետագա ընթացքը, ինչ է լինելու։ Կարող էին սրանք մինչև ընտրություններ գաղտնի պահել իրենց այսպես ասած ամուսնալուծությունը, որ մեկը մյուսին չվնասի։ Ասենք, ինչպես շատերիս կարծիքով գաղտնի են պահում իրական ունեցվածքը, այնպես էլ ամուսնալուծությունը գաղտնի պահեին, բայց չէ ժողովուրդ ջան, ոնց գաղտնի անեին, չէ որ սա հաշվարկով ու հենց նախընտրական ամուսնալուծություն է։ Ասում են, բաժանվել է Հայաստանում մեկ տարում 4881 զույգ, այն նրանց նման լուռ անեին իրենց բաժանումը, բայց չէ որ այդ 4881 զույգից ոչ մեկը չի պատրաստվում դառնալ վարչապետ, այն էլ ամեն գնով, ոչ մեկ չի բաժանվել, որ վարչապետ ընտրվի, չի բաժանվում որպես նախընտրական տեխնոլոգիա։